Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ վերլուծաբան Դավիթ Կարապետյանի, շնորհակալ եմ պարոն Կարապետյան մեր հավերն ընդունելու համար։ Հայաստանում եւ քաղաքական դաշտն է այսպես խառը իրավիճակում պայմանավորված նախընտրական տրամադրություններով եւ տարածաշրջանն է խառը պայմանավորված Իրանի շուրջ տեղ ունեցող պատերազմական գործողություններով, գանք արտաքին այսպես միջավայրից, հա։ Իրանի դեմ արդեն 13-րդ օրն է պատերազմական գործողություններ են բաղվում եւ ըստ էության Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չկարողացան իրենց առաջ դրված խնդիրը առաջին փուլով իրականացնել։ Հիմա հետո ոնց կզարգանա դժվար է ասել, բայց ամեն դեպքում չկարողացան գլխատելով իրանական համակարգը փլուզել այն, հիմա արդեն համակարգը նոր ղեկավար ունի, ընդ որում նույն Խամենիների ընտանիքից։ Ինչ է տեղ ունենում այս իմաստով ձեր գնահատմամբ եւ ինչպես է գնահատում այս իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի գործող իշխանությունների վարքագիծը, հայտարարությունները, ցավակցական, շնորհավորական, խնդրեմ։ Շնորհակալ եմ հարցադրման համար, իրականում շատ ծավալուն նյութից ենք խոսելու, փորձեմ մաքսիմալ հագիր ներկայացնեմ։ Ի տարբերություն ձեր դիտարկմանը, ես մի փոքր այլ դիտարկում ունեմ, բայց համակարծիք եմ մասամբ ձեր հետ։ Որպես այդպեսին կարելի է, եթե պլան A, պլան B կամ ABGD-ով գնանք, ըստ հերթականության իրենց մոտ ստացվել է հետևյալը։ Կարճ ժամանակահատվածում, եթե իրենց գերնպատակներ առաջնահերթ լիկվիդացնել Խոմենեին եւ Բարսաստիճան ղեկավարությանը թվով 48 եւ ավելի, դա իրենց մոտ ստացվեց։ Եթե դա իրենց գերնպատակներ առաջնահերթ, կարելի ասել, որ պլան A-ն էտապայինով դա տեղի ունեցավ։ Բայց ո՞րն էր նպատակը, այսինքն եթե նպատակը զուտ Բարսաստիճան ղեկավարությանը լիկվիդացնելն էր, դրանում հարցերի լուծումը գտնել, դա չստացվեց։ Այո, դա ֆիասկոյի ենթարկվա, որովհետև փաստացի այս շատ ճիշտ նշեցիք, գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունը չնշանակեց հեղափոխություն, իշխանափոխություն, հետագայում նաև ազդեցության կոդի որպես Իրանը այդպեսին, որը որ հիմա այդ նպատակներն են հետապնդում, այդ ազդեցության կոդը տակ չնկավ, ընդհակառակը հիմա նկատելի է, երբ որ օբյեկտիվ վերլուծում ենք իրադարձությունները ու զարգացումները, ընդհակառակը այս պահին թելադրողը Իրանն է։ Իրանը բավականին հավուր պատշաճի դրսևորեց իրեն ռազմաստրատեգիական տեսանկյունից, դիվանագիտական տեսանկյունից, ի զարմանս շատ-շատերի, այո, կարողացավ պատրաստվածության բարձր մագարտակ եւ ցուցանիշ դրսևորել։ Եթե փորձենք վերլուծենք, թե ինչ էր ուզած իսրայելա-ամերիկյան տանդեմի, հետեւյալն էր. լիկվիդացնել ղեկավարությանը, ընտրել իրենց հաջող, իրենց մարդը, նշանակել, միջամտել երկրի ներքին գործերին, իհարկե այս ամեն ինչը բնականաբար միջազգային իրավունքը բռնաբարելով, եւ հասնել նրան, որ տիրապետել էներգոռեսուրսներին։ Մեծ գլոբալ համատեքստում դա նաև Չինաստանի շնչափողը փակելն էր, տնտեսական ճգնաժամ առաջացնել, գիտենք մենք Իրան, Չինաստան, այդ կապ, առևտրաշրջանառություն եւ այլն, Հորմուզի նեղուց, նավթ եւ այլն եւ այլն։ Հաջորդիվ գերնպատակներից մեկն է, որը որ ես միշտ ասել եմ, դա հեռահար նպատակ է, որպես պլան B կամ G, դա Իրանի մասնադումն է, որպեսզի ավելի հեշտ կառավարելի լինի։ Ընդ որում այստեղ շատերը հասկանալի պատճառով նեղ մասնագիտական նյուանսներ է պարունակում, չգիտեն մասնադել ասելով ինչ հասկանան, խոսքը վերաբերում է 6-7 միավորների ստեղծում, հա, Քաշկայստան, Արաբիստան, Թուրքմենիստան,
Քուրդիստան եւ այլն, Բելուջիստան եւ այլն, նման միավորների, որոնք որ արդեն տեղեկատվական դաշտում կա իրենց քարտեզները, իրենց դրոշները նույնիսկ եւ այո, շատ արդեն հիբրիդային պատերազմ, որ ասում են, իհարկե միտքը շատ չեն հասկանում, բայց այդ է հիբրիդային պատերազմի հետաքրքիր տարբերակը, երբ որ արդեն նոր միավորների քարտեզներ ես ներկայացնում եւ այլն տպավորություն է ստեղծում, որ ապագայում Իրանի մասնադումը այս տեսքով պետք է լինի, իհարկե Իրանի պահպանմամբ, Իրան պետություն պետք է լինի։ Հաշվի առնվել էր, որ Իրանը անառիկ ամրոց Բերդ պետություն է, Զագրոսի լեռներ կան, որ ինքը այնով բնական պատնեշ է նաև ցամաքային զորքերի ներթափանցման համար իհարկե նախատեսվել էր, որտեվ կանխատեսվել էր, որտեվ ցամաքային ներխուժում այդուհանդերձ տեղի չունեցավ, որքան էլ դա պլան B-ի մեջ ինչ որ հատված էր մտնում, ընդ որում գիտեք Իրաքի քրդերի սեպարատիստներին փորձում էին ներքաշել այս պատերազմի մեջ եւ իրենք կատարեն այդ ծև գործը, այսպես ասած։ Ներքաշվել էր ամբողջ Պարսից ծոցի ավազանի երկրները, գիտեք, ամերիկյան բազաներով հանդերձ, Իրանը կարողացել է բոլոր այն երկրները թվով 8-ը, որտեղ որ կա ամերիկյան բազա, հստակ եւ գերճշգրիտ հրթիռակոծումներով լիկվիդացնել, բառից բուն իմաստով լիկվիդացնել բազաները, բավականին լուրջ ֆինանսական խնդիրի առաջ կանգնեցնելով Միացյալ Նահանգներին, կարողացավ այնպես անել, որ իր դեմ իսկ լարած պատերազմը այլ ընթացք տալ, հիմա այս պահին թելադրողը Իրանն է, որովհետև Իրանն է այս պահին իր պայմանները թելադրում ամերիկյան կողմին։ Եվ այն տպավորությունը, որ հիմա ամերիկյան փորձագետները եւ հատկապես նրա մտերիմները, խոսքը վերաբերում է Թրամփին, խորհուրդներ են լսում, ես ավելի քան վստահ եմ, որ միաբերան իրեն ասում են, որ օր առաջ իհարկե դեմոնստրացրու, որ դա քո նպատակներն էր, որը իրականացվել է, օր առաջ փորձի այս պատերազմից այսպես կոչված հաղթանակով դուրս գաս, մանավանդ, որ արդեն 6 միլիարդ դոլարը որպես ծախս դուրս է եկել։ Եվ ամերիկյան ժողովուրդը առավել եւս բողոք է ներկայացնում, որ այդ պատերազմը իրենց պատերազմը չի։ 6 միլիարդ են, որում ռազմական ուղիղ ծախսել, ռազմական ինչ կորուստներ են կրել, դրանք ուրիշ հարց է։ Այո, միանշանակ։ Ու այստեղ հասկանալի է, որ այս պահին ընկրկելու տեղ չունի Իրանը, առավել եւս գիտեք ֆաթվա է հայտարարվել, ուրեմն գիտենք, որ կարմիր դրոշ է բարձրացվել, իրենց համար սա մամեդականների պատերազմ անկալվում, մամեդականների դեմ ուղղված պատերազմ եւ այդ իրենց գերնպատակը որպես այդպեսին գեղեցիկ փաթեթավորված, որ ուրեմն հոգեվոր Իրանի աշխարհիկ դարձնել իրենց մոտ փաստացի չստացվեց, անգամ սպանելով այաթոլլա Խոմենեին, որտեղ նրանց մոտ կար տպավորություն, որ դրանից հետո հեղափոխություն ալնելու, մանավանդ հիշում եք, ցիտում եմ Թրամփի խոսքերը, Իրանի քաջարի ժողովուրդ հրթիռակոծումից հետո դուրս եկեք գրավեք իշխանությունը։ Ամերիկացիների մոտ իրենց գործողությունները մեմերի են վերածվել, ես շատ հետաքրքիր մեմի հանդիպեցի, ասում եմ դեմոկրատների օրոք, չնայած երևի էլի հանրապետականներ խառնեն, ամեն դեպքում ասում եմ Միացյալ Նահանգները ծախսեց 20 տարի Աֆղանստանում, որպեսզի թալիբներին փոխարինի թալիբներով, եւ միայն Տրամփը կարողացավ 9 օրում Խամենեին փոխարինել Խամենեիով։ Անսպասելի արդյունքներ, այսինքն իրենք նաև այսպես ֆիգուրի տեսանկյունից լուրջ փոփոխության չհասան։ Իրանք շատ ավելի լուրջ խնդրեմ ստեղծեցին անգամ իրենց համար, որովհետև Մոջթաբա Խամենեին արդեն հոր վրեժի ծառարով լցված նաև քաղաքական գործիչ եւ երկրի ղեկավար դարձավ։ Իրականում մարդ, որը որ հիմա վրեժխնդրության ծառայով է լցված, ընդ որում ինքը բոլոր ուժային կառույցների եւ հատկապես պահապանների կորպուսի կողմից ընկալելի կերպար եւ իրենց կողմից նշանակված է, դա շատ կարեւոր հանգամանք է։ Ուրիշ բան, երբ որ ղեկավար Փեզեշքյանին դիվանագիտական բառամթերք օգտագործելով փորձում է ամենայն դեպս սուր ծայրերը հարթել, բայց ուրիշ բան է, երբ որ գիտեն թե արդեն լիդեր են, որում այս մարտիկ չեն հասկացել մի պասպան, որ Իրանը այն խորքային պետությունն է, որը անձերով չի պայմանավորված։ 90 միլիոն բնակչություն ունեցող երկրի մասին են խոսում, որը որ խիստ ավանդույթների պետություն է եւ շիական ամենահզոր, ամենակայացած պետությունն է, որը որ գաղափարախոսությունը ներդրված է պետական կառավարման։ Հայաստանի արձագանքի մասին բան կարապեցել։ Տեսեք, ես այդ ուշացումով 3-4 օր հետո ցավակցելը, 3-4 օր հետո շնորհավորելը, դեսպանատուն չգնալը Փաշինյանի դեմքով, հա։ Այո։ Ինչ է սա նշանակում։ Տեսեք, եթե Ադրբեջանի պարագայում օգնություն է արդեն ուղարկել։ Եթե Ադրբեջանի պարագայում նույնիսկ
Ալիևը գնաց դեսպանատուն, հա, իր ուրեմն մտահոգությունը, իր ցավակցությունը հայտնեց թուղթը գրին հանձնելով, համենայն դեպս մեր այդ մասով մենք չտեսանք դրան ու դա ուղի խոսում է նրանից, որ մտավախություն կա, մեղմ ասած, որ հանգարց как бы чего не вышло, հա, ամերիկական կողմը հանգարց չնեղանա, որովհետև դե գիտեք արդեն մենք մեր պատկերացումներով գերընտիր հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ, որը որևիցե պարագայում, անգամ եթե եղբայրական Իրանն է, հարևան Իրանն է, ապա որևիցե կերպ չպետք է հանգարց թիրախավորվի որևիցե մարդու կողմից, ընդ որում առավել եւս երկրի ղեկավարի կողմից։ Եվ իր ցայտուն այդ ձեր ասացի պատասխանը պարլամենտում, Եվրոպարլամենտի իր հայտնի խոսքի մի դրվագ էր, երբ որ ասում էր կոպիտ ասած ժողովրդական լեզվով վազն եկեք, թողեք իմ հարևանն է, հանգարց չհրահրեք, չներքաշեք այդ պատերազմի մեջ, եթե փորձենք ժողովրդական լեզվով ասել։ Հետևաբար տպավորությունը այն էր, որ այո, նրան խորհուրդ են տվել, որ կարող է դա ընկալվի որպես աջակցություն Իրանին, որովհետև ասած ձեզ հերիք չի, որ ուշացումով ցավակցական խոսք եղավ, այցելություն չեղավ, բնականաբար դիվանագիտության տեսանկյունից դա մեծ թերություն է մեզ դիտարկում եւ իհարկե դա ազդելու է հայ-իրանական հարաբերությունները, բայց միանշանակ ազդելու է։ Այս մասով դա կարող եմ ասել։ Բայց կներեք մի բան էլ ավելացնեմ հանուն արտարության, ես ինքս ասել եմ, որ սա այն իրավիճակն է, որ պետական ու ազգային շահը դրտում է, որ մենք մաքսիմալ Միացյալ Նահանգների դեմ պատերազմի մեջ մտնենք։ Ուղղակի կարելի է շատ խելոք այդ չեզոքություն նեյտրալիտետը պահպանել, բայց առանց վնասելով եղբայրական դաշնակցային հարավային մեր բարեկամի, որի հետ դու ունես կենսական շահեր։ Գանք ներքաղաքական իրավիճակին, Փաշինյանը Եվրոպաներում դժգոհում էր ընդդիմությունից, հոգևորականներից, հայտարարելով, որ բարձրաստիճան հոգևորականներ KGB-ի գործակալներն են, սովորաբար նման իրավիճակների կարելի է ականատես լինել, երբ ընդդիմադիր ուժեր են խոսում, այսինքն եվրոպական հարթակներում դժգոհել իշխանություններից, մարդու իրավունքներից, այս մարդը ինչու է այդ հարթակում կեղծիքներ տարածում եկեղեցու մասին եւ մի խոսքով այն հայտարարությունը, որ դուք լսել եք վստահաբար։ Իհարկե լսել եմ, ունեմ իմ սեփական տեսակետը այս մասով շատ արգահատելի է, ողորմելի էր։ Բնական է գնալ Եվրոպարլամենտ բողոքել քո երկրի ուրեմն ներքաղաքական այն ինչը վերաբերում է քո տանը, այսպես ասած, բացել այն ինչը որ չէր կարելի բացել, խնդիր ներկայացնել այն ինչը որ իրականում խնդիր չի ու խնդիր է, որը որ ինքն է ստեղծել։ Գնահատականներ տալ, հա, պատերազմի կուսակցություն անվանել, դիդարգել, որ այդ մարտիկ հնչեցնել KGB-ի գործակալները արտահայտությունը վերագրելով դա հիմք չունենալով, փաշ չունենալով վերագրել դա եկեղեցականների։ Հասկանում եք, ընդհանուր պատկերը որպես ասած ողորմել էր։ Ու ընդ որում այդ որ հիմա այսպես փորձում են, հա, բիս շնորհակալություններ, ծափողջուններ, դա Զուրաբիշվիլիի ժամանակ էլ ենք մենք տեսել, Սաակաշվիլիի ժամանակ ենք տեսել։ Իրականում Եվրոպարլամենտը միշտ էլ նման հումանիստական, նման ինտուզիազմով հռետորաբանությունը միշտ ողջունում է։ Առավել եւս, երբ որ դու հանդես ես գալիս խաղաղարի դիրքերով, հա, որտեղ այդ մարդը ասում էր եղբայր ջան, հանդես ես գալի քո շահերի հաշվին խաղաղ։ Դե ասում է թրիպը չի եղել, բայց հլը չի եղել, բայց տեսեք, ես պատրաստական եմ իմ ճանապարհները տրամադրեմ Թուրքիային, Ադրբեջանին։ Մարդը ասում է փող տվեք, որ անենց անեմ տուն տեղով ապահովեմ, արցախցիները Արցախ բառը չասեն, իդ վերադառնալու որևիցե խոսակցություն չլինի։ Մարդը ասում է իմ քույր եղբայրները արցախցիները առհավետ պետք է ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Արցախ բառը առավել եւս ասել եմ ձեզ, ձեր տաղավարում էլ գալու է մի ժամանակ, ես եւ դուք արտահայտ ենք, խնդիր ենք ունենալ, լուրջ խնդրեմ են ստեղծելու։ Բացի այդ, տեսեք, օրեր առաջ էլ գիտեք, վստահ եմ տիրապետում եք այդ ինֆորմացիան, Ցեղասպանության թանգարանի տնօրենին ազատեցին, հենց հիմա ասուլիս է տալիս, ուղիղ հարցին պատասխանում է, ասում է ես եմ այո ասել, որ դիմումը գրի հեռանա։ Սադրիչ քայլեր են դիտարկում, որ Վենսի այցելության ժամանակ Արցախի կոնֆլիկտի մասին գիրք է նվիրված եղել, դա դիտարկում եմ սադրանք։ Այսինքն Ցեղասպանության թանգարանի տնօրենին հենց հիմա դրա համար հանել են։ Քաղաքական պատճառաբանություն, տեսեք ինչ պատճառով հանում են։ Հետևաբար, այսինքն եթե հասել է այդ օրակարգին, այդ մարդը ուրեմն առհասարակ ոչնչացնում է պատմագրությունը, թույլ չի տալիս Արցախին Արցախ անգամ անվանես, այսինքն նույնիսկ տերմինի հետ խնդիր։
Եվ ես նայում եմ, գիտեք, ես զարմացած եմ, որ լրագրողներից մեկը համենայն դեպս իմ աչքով չընկավ, որ ասեր, գիտեք, որ ընդամենը ժամեր առաջ Ալիքբերին ուրիշ բան էր ասում։ Ալիքբերին հելել էր, որը որ ունի pedagogan օժանդակություն, ֆինանսավորում եւ ուղիղ դա խոսնակն է Ալիևի, մարդը երեք ասում էր, որ Արեմեդյան Ադրբեջանը դա Հայաստանն է եւ տոպոնիմներով, հայկական տեղանուններով նոր գրքույկն է ստեղծել, այնտեղ բենեֆիս էր, անոնսավորում էր այդ մասին, ասում էր։ Այստեղ տեղանունների հարց ստեղել է քննարկվում։ Առավել եւս չէ որ պատմության ինստիտուտում այ ապրեք այդ էի ուզում ասել հարցը իշխանությունը բերում է որ եւ չզարմանաք որ ցեղասպանության թանգարանի տնօրենի պես վաղը մյուսօր մյուս գիտնականներն ու պատմաբանները այդ խնդրի առաջ կանգնեն այսօր դերևս մենք այս ինչ հանգրվանի ենք մենք ասել փաստորեն ստացվում է որ ներքին ամենափոքր հարցերում էլ արդեն Ալիևն է Ադրբեջանն է որոշում Հայաստանում ինչ պիտի անեն բայց ավելի հեշտացված ինչ նվիրեն ազգային դիմակցի ինքնության վերացումով, այսինքն դա հանձնարարության պես մի բան է։ Դա հանձնարարության պես մի բան է։ Ես այլ գնահատական չունեմ։ Ցավոք, սա իրականություն է։ Այդ մարդը կատեգորիկ արգելում է Արցախի հետ ցանկացած թեմա։ Ես ասում եմ անգամ բառը խնդիր է առաջացնելու։ Այսինքն Արցախը հանում է ամբողջ պատմագրությունից։ Արցախ անվանումը ինքը իրենին արդեն դժվար, եթե մինչև այս պահը հիշում եք, այսպես աժոտաժներով բան ուզում եք Արցախ ասեմ, հենակ ասեմ ինչ բան, հիշում եք Ալեն Սիմոնյանի հայտնի վարկագիծ այդ բայց հասկանում ես, որ այդ մարդը ներքին վրտովմունք ունի, նույնիսկ այդ բառի խնդիր ունեն այդ մարդիկ, անձամբ խնդիր ունեն։ Այդ նույնն են մարդիկ են, որ ասում են հադրուտը պետք է վախենում են, որովհետև Ալիևը օրեր առաջ ելույթ ունեցավ, ասաց խաղաղություն կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հայերը Հայաստանը մեզանից վախենում են։ Շատ լավ, ճիշտ է ասում։ Իրականում որպես անկեղծ թշնամի, անկեղծ չի դա ասում է Ալիևը։ Եվ իրականում այո, իրենք վախենում են, այդ ամեն ինչի արդյունքն է այս միակողմանի զիջումները։ Տեսեք, հատկանշական տող եմ ասում, երեք կառավարության նիստի ժամանակ, ասում է 24 թվականին մենք հասանք մի պահ, երբ որ pedagoganություն անգամ կարող ենք կորցնել, եւ մենք գնացինք Ադրբեջանի առաջարկը չագերտներով, ասում է այդ տարբերակին, որ սահմանազատում, այսինքն մարդը ուղիղ ընդունում է, որ եթե սահմանազատման չգնար, այսինքն պարտադրված դա բան է եղել, պրինցիպիալ որոշում է եղել ու պահանջ է եղել։ Եթե այդ պահանջը չբավարարեր, հիմիկվա Հայաստան չէր լինի։ Եվ 24 թվականից հետո փաստացի ստացվում է, որ մենք միակողմանի զիջելով այդ տարածքները եւ պատը կառուցելով, այդ պատը որպես գրավական, գիտեք, սարքել են դրոշակ նաեւ մեր անվտանգության ու pedagoganության տանում են այնտեղ ցուցանմուշ որպես ներկայացնում են, դա դարել է մեր անկախության, ընդ որում այսօր է ասում է 1500 տարվա այդ էտապից հետո մենք նոր անկախություն ենք ձեռք բերել, որը պետք է հանձնենք սերունդներին եւ այլն, այսպես սրտաճմլիկ, ոգեղենիկ բառներ է խոսում, էլի հոգեցունց։ Հիմա հասկանում ենք, չէ, որ այս մարդը ինչով, այս մարդը փաստացի ես զարմացա, որտեղ ստացվում է գնացել էր ոչ միայն խնձոր կրծելու, այլ գնացել էր գոնե այնտեղ հայտարարություններ անելու, եւ այդ հայտարարությունների մեջ են, ընդ որում շատ սրտաճմլիկ նաեւ խոսքի մեջ բաներ ասում, չէ, ասում էր իդեպ ենթադրում եմ նաեւ վրացական կողմի շնորհակալությունների, ծափողջությունների արժանանալու, ասում էր, գիտեք, Եվրոմիության մուտքը, այսպես ասած, չերես Վրաստանը, այդ սանկցիաները հանեք Վրաստանն է մեր դուռը Եվրոպա։ Վրաստանի համար բարեխոսեց։ Իրանի մասով դե ասեց, որ արեք նենց արեք, մի ներքաշեք մեզ, բա մեր բարեկամներն են դարավոր, հա, բայց այդ փող տվեք, որ արցախցիներին տնավորեն ձենձուկները դուրս չգա։ Եվ այլն, եւ այլն։ Ու այս համատեքստում հասկանում ենք, չէ, որ այդ ազգային գիտակցության, ազգային դիմակցի, բարոյա հոգեբանական տեսանկյունից այս մարդը հրամցնում է սեփական ժողովրդին, որ խաղաղություն է եկել, այդ մենք խաղաղության խաղաղաբերն ենք, պատերազմը բացառում է, որտեղ տեսեք 8 ամիս է կռիվ չկա սահմաններին, հետևաբար սա բարգավաճման տարի էր եւ մենք կարող ենք հստակ ասել, որ մեր ուղեգիծը քաղաքական օրակարգը արտարացրել են։ Ու այդ ուղեգիծով գնում են ընտրությունները։ Այստեղ մի հետաքրքիր դրվագ կա, որին շատերը ուշադրություն չեն դարձնում։ Եթե այս մարդը հայտարարում է, որ 2024-ին մենք պետականությունը կարող ենք կորցնել, չէ՞, եւ այդ զիջումների գնալով է ինքը փրկել պետականությունը, ապա նշանակում է ինչ, որ Ադրբեջանը այն կարգի զիջումներ է ստացել, գուցե ոչ հրապարակ, ամենայն հավանականությամբ մեծ մասը չհրապարակված դեռ, որ փաստորեն կարող է ռեսուրս
կարողություն ունեցել է հայկական պետականությունը ոչնչացնելու, բայց համարել է այն ինչ որ խաղաղ ճանապարհով է ինքը ստանում, գրեթե նույնն է, ուղղակի զոհեր չի ունենալու ինքը։ Իհարկե։ Այս իրավիճակը չի։ Եթե այն ժամանակ խնդիր էր դրված սեփական դեմքը մաքրելու այդ 5000 զոհեր եւ այլ հայտնի խոսքերը չմեջբերեմ, այս պարագայում նա արդեն լուրջ ալիբի է ստեղծել իր համար, ասում է, տեսեք, գետ 1 զոհ չկա ու խաղաղություն են բերել, բայց ասած ձեզ մենք խաղաղության գինը հասկանում ենք ինչ։ Բայց սա նշանակում է արդյոք պարոն Կարապետյան, որ Աստված մի արած, թե այս մարդը վերընտրվում է, հունիսի 8-ին ինք հայ ժողովրդին կբացի իր եւ Ալիևի գաղտնիքը, թե ինչ պիտի համաձայնվեն, ինչ են համաձայնվել ավելի։ Չի բացառում, բայց ուզում եք առանց վանգայություններ անելու հիմա ձեր հետ միասին քննարկենք ինչա տեղ ունենալու։ Հավանական բոլոր սցենարները ախր այդ մարդը շատ բաց է խաղում։ Այդ մարդը ռեալ, որ ասեմ ինչ որ բան թաքցնում է, չի թաքցնում, մարդը ուղիղ, եթե Եվրոպարլամենտում ուղիղ տեքստով ասում է, ես պատրաստ եմ հենց վաղը ճանապարհ տամ։ Ընդ որում ճանապարհը չի դիտարկվում է մեղրի հատվածով, որը կարող է կառուցվի, շահագործվի արագ։ Հետո Թրամփ նախագծով ավելի պրոյեկտը որպես մեգա պրոյեկտ լոգիստիկ ինքը ավելի ընդլայնվի լուրջ։ Ինքը ասում է Կորնիձոր, Գորիս, Վայք, Վեդի այդ ճանապարհով մենք ճանապարհ երասխ մենք ճանապարհը հենց վաղն էլ կարող ենք տալ։ Այսինքն մարդը գնում է դրան։ Հիմա նույն տրամաբանության վաղը մյուս օր պահանջ լինելու է ադրբեջանցիների վերաբնակեցման, որը շատ ակտուալ է։ Պահանջը կա, Այդ պահանջը կա, հիմա տեսեք, Ալիքբերին ասում է հոգևոր պահանջը դերևս մեր բավարարելու, այսինքն ընդունենք, գրքին հանձնենք, որ կան տոպոնիմներով ադրբեջանական տարածքներ, որ Սյունիքը դա պատմական արևմտյան Զանգեզուր ուրեմն նահանգն է եղել, որը որ բացարձակապես ադրբեջանական է, որպես հող։ Այսինքն այս մարտիկ դա չեն դիտարկում որպես խնդիր, ռևանշիզմ, դա չեն ընկալում որպես ծավալապաշտություն, եկե ասում են, գիտեք, ինչ կա, ցեղասպանության թանգարանի տնօրենը գիրք անավեր է, դա ես սադրանք եմ դիտարկում։ Ախր վաղը մյուս օրը ասելու են հայոց ցեղասպանություն բառներ մի օգտագործեք, դա սադրանք է, մենք հարաբերություններ ենք կարգավորում։ Այսինքն պատմական հենքը դնում ենք, արխիվացնում ենք, չենք խոսում նախկինից, մենք խոսում ենք այսօրվանից, այսօրա, որ այդ Հայաստանը իրականություն է դարձել, նախկինում ինչ եղել, չի եղել, մոռանում ենք։ Այսօր է դա։ Մենք ինչ հնարավորություն ունենք որպես հանրություն նայելով ընդդիմադիր ուժերի դիրքավորներին, հնարավորություններին, տեսեք, ես փոքրիկ նկատառում ունեմ ու այս մասով ենթադրում եմ կարելի է հորդոր որպես դիտարկել բոլոր առողջ այն ուժերին, որոնք որ դիրքավորվել են որպես խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն։ Ընդհանրապես, տեսեք, ինքը մեր հայ ժողովրդի միջին վիճակագրականով եմ ասում, հայի կերպարն է, իր ամբողջ թերություններով, հայեցի կերպարով եւ այլն, հա, այդպես կուկուռուս կրծելով, պերաշտի գզելով, չգիտեմ ինչ անելով, հա, այս մարդը իրականում ինքը լավ գիտի, թե ինչպիսի ուրեմն գնահատականներ է տալիս ժողովուրդը այս ամեն ինչին։ Ինքը նաև հասկանալի է, որ իր կողմնակիցներին է դա բերում, հա, որպես այդպեսին, որ տեսեք, ես նույն հասարակ մարդն եմ, ձեզանից չեմ տարբերում, ինչ դուք եք ուտում, ես եմ ուտում, կամ դուք պետք է ուտեք այն ինչ որ ես եմ ուտում, ավել մի սպասեք, դա էլ կա իդեպ։ Բայց սա ավելի շատ ոնց որ ինքը նետում է քաղաքական դաշտ, հենց նրա համար, որպեսզի այ ընդդիմությունը վերցնի, ցույց տա, ավելի շատ ոնց որ իրան գովազդի, հասկանում եք, դա իմ մոտ այդ տպավորությունն է, որ երբ որ դու շատ ես խոսում, ինքը գիտի այդ բացասական հետևանքն է, բայց այդ բացասական հետևանքը եւս բերում է իր, ասում է սև հումորը իրանն անում է, այս դեպքում նաեւ այս սև ագիտացիան իրեն է անում, այսինքն ինքը գիտի ուր է տանում։ Իրենց ամբողջ քաղաքական դաշտը լցնում է այս տխմար իր վարկագծի բանով քննարկման, լուրջ հարցերը թողնելով։ Հիմա այդքան էլ հնարավոր չի, չէ՞, չնկատել այդ ամեն ինչը։ Դե ես կարծում եմ, որ խոհեմ մարդիկ կան, չէ, թիմերի մեջ, որ ասում են, որ օրինակ ես շատ վատ եմ տանում, երբ որ այդ նկարները բան է, ուրիշ բան լրագրողները դա անեն, հասարակությունը տեսնի, ուրիշ բան, երբ որ քաղաքական գործիչը գցում է իր այդ ուտելու process-ը, սնվելու process-ը, վաղը զուգարան գնալու process-ը, որտեղ այդ ամեն ինչը բնական է ստիրա։ Ինքը կարա նույն տրամաբանությամբ պետք է ցույց տա վաղը, հա։ Ոնց է գնում զուգարանից է օգտվում։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ եւ որ այդ ամեն ինչը ընդդիմությունը անում է, parza չէ, որ այդ ամեն ինչը այդ կուտը ուտում է, դա կուտա, որը ուտում են։ Դա թող անեն լրագրողները, դա թող անեն բլոգերները, վերլուծաբանները, բայց ոչ իրենք։ Իրենց հենց գերնպատակը դա է։ Իրեն ամեն անգամ ռեկլամիզացնելն է։
Հիմա իրանք ուրիշ օրակարգով պետք է հանդես գան։ Տեսեք, ինքը նմանագում է ընդդիմադիր որոշ բան, ընդհանուր մինչև ավտոբուսի գույնից, տեսքից եւ այլն եւ այդ քաղաք գնալու բանը։ Նմանագում է։ Ստացելը, տեսելա, որն է ծաղկաքաղար է, որտեղից ինչը կարելի է վերցնել։ Ով ինչը, մեկը ասուլիս է տալիս, ինքն էլ ասուլիս տալիս։ Գնում է Գյումրի, տեսակ, էլի 10 անգամ եւ այդ մեկը դու ես եւ այդ մեկը դու ես, այդ նարատիվը էլի առաջա տանում, որտեվ ինքը գիտի, որ ժողովուրդը այդ այնց էմոցիաների վրա, այդ էմոցիոնալ սպեկուլյացիաներով ու մանիպուլյացիաներով բերում է իր դաշտ։ Եվ այստեղ է, որ պետք է ծրագրային, ճանապարհային քարտեզով, կոնկրետ հստակ ծրագրերով ընդդիմությունը հանդես գա, ասի, որ այս մարդը սպառված մարդ է, այս մարդը անձի երկվածություն ունի, այս մարդը խնդիրներ ունի, այս մարդը մանկությունից ինչ որ խնդիրները, որոնք տրավմաների, դրսևորում է այս ամեն ինչ, եւ նաեւ դեմոնստրացիա։ Եվ քանի որ ինքը շատ լավ նաեւ դերասանական վարպետության է տիրապետում, այդ մարդու մոտ ստացվում է այդ ամեն ինչը։ Մի մտեք այդ խաղի մեջ, եղբայր։ Դուք ձեր խաղը խաղացեք, այսպես ասած։ Ավելի լուրջ հիմքերից, այս փորձը դուք 7 տարի այս մարդը մսխել է։ Այս մարդը փչացրել է, այս մարդը ունեզրկել է, այս մարդը ինքը իրանով պարտության սիմվոլն է, որը որ պարտությունն է ներկայացնում է որպես հաղթանակ։ Դուք այսօր ունեք քաղաքական բոլոր հնարավոր լծակները, գործիքակազմը, որովհետեւ այս մարդուն այնպես ներկայացնեք, որ անգամ իր այդ մասսան, որը որ գնալու է իրան ընտրի, մինիմում իր եսի հետ խնդիր ունենա։ Շունը ժողովուրդ կասեր շունը ձեռից հաշ չի վերցնի։ Լավ, վերջին հարցը սոցհարցումների մասը։ Հավատում եք իշխանությունների եւ ընդհանրապես հրապարակվող սոցհարցումների, որտեղ ես նայում եմ իշխանության սոցհարցումներով իրենք հաղթում են, բայց մի սոցհարցումը տեսա ընդդիմադիր ուժից, նախ հարցման ընդհանուր տվյալները 101% անցել էր եւ երկրորդը ուրիշ տվյալ կար, որ ընդդիմությունը փաստորեն 80 քանի տոկոս ձայն ուներ, ինչի էլի իրական չէ, այսինքն ինչու ենք մենք ժողովրդին բանանում մոլորեցնում։ Հարգելի Բորիս, տեսեք, դուք որպես մեկնաբան եւ պրոֆեսիոնալ լրագրող տարիների փորձով այս ամեն ինչը բոլոր ընտրություններից առաջ եղել է։ Երբևէ եղել է, որ ճշգրտությունը գոնե չասեմ 100%, 80% չի եղել։ Հիմա սա սոցհարցումներ են, գիտեք, ընդ որում այդ ամեն ինչը մարդկանց տրամադրվածությունն է, այսօր այսպես են որոշում, վաղ այսպես։ Եթե անկեղծ, շիտակ, անկողմնակալ այդ փորձաքննություն է արվել է ժողովրդի հետ, հա, այսօր ուրիշ բան են խոսելու, վաղը ուրիշ բան են խոսելու։ Այդ պատկերները, նկարողներն էլ, իրական պատկերներն էլ համադրելուց լրիվ ուրիշ բան են ստանում։ Սա մոլորեցնող է։ Սա լավագույն դեպքում ինքը դիտարկվում է որպես տեղեկատվական լավ հնարք միջոց, որպեսզի ասի, գիտեք, արդեն մենք մեծամասնություն ենք կազմում։ Այ մենք հասել ենք, այդ շեմը հաղթահարել ենք, հա։ Դե տեսանք, Ալեն Սիմոնյանը ինչքան ինքնավստահ, առանց այսպես ժողովրդի ասած պարաժի, ասում էր, որ 60-ից ավել ենք ստանալու։ Գիտենք նաև, գիտեք, նախագահ Սարգսյանի հայտնի ուզում եք 60, ուզում եք ինչքան ուզենք այդքան կխփենք բանը, ու չնայած որ իմ մոտ ունեց, ես ինչքան տիրապետում եմ տեղեկատվությանը, իրենք չեն մասնակցելու։ Այս պահի դրությամբ այդպես ես գիտեմ։ Համենայն դեպս դիրքավորված են մի շարք քաղաքական ուժեր, ընդ որում քաղաքական ուժեր կան, որոնք որ գերագնահատում եմ, ասեմ, որ բան իրենք իրենց ներքին զապրոսն են արել, իրենց բանն են արել, անցկացրել, ասում են մենք կայուն օրինակ երկրորդ տեղում ենք, մեկը ասում է մենք վստահաբար հաղթելու ենք, մեկը ասում է 4%, ընդ որում այդ շեմը իջացրեցին, գիտեք։ Ու այսպես շարունակ։ Հիմա տեսնենք քաղաքական միավորներ կլինեն թե չէ, միավորում կլինի թե չէ։ Դա հարցերի հարցն է այս պահին։ Ես տեղյակ եմ, որ որոշ ուժեր փորձում են այսպես կոալիցիոն դաշինքային տեսքով հանդես գան։ Հիմա տեսնենք։ Շատ լավ, սպասենք, տեսնենք, շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհում եմ Դավիթ Կարապետյանից, տեսություն կհանդիպենք։